2012-ից գործող գրոսմայստերական դպրոցը, որը հիմնել էին համաշխարհային շախմատում Հայաստանի անունը բարձր պահած Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, փակվեց իշխանափոխությունից 6 ամիս հետո, քանի որ պետությունը դադարեցրել էր ֆինանսավորումը։ Գաբրիելն ափսոսում է դրա համար, ասում է ինքն ու Լևոնն այդ քայլին դիմել էին, որպեսզի տաղանդավոր պատանիներին մարզեին գրոսմայստերներն ու հաջողության բանալին նրանց փոխանցեին։ Մեր նպատակը այն էր, որ աշխարհի Եվրոպայի մեդալներ նվաճենք եւ մենք հասանք մեր նպատակին, մեզ մոտից եւ Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի չեմպիոններ ունեցանք։ Սա Լևոն Արոնյանի բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է, որ լուռ կյանքի է կոչել, տեսախցիկները հետևում թողնելով։ Բացի իր խաղալուց, ես պետք է նշեմ, որ դա չերևացող է, բայց գրեթե բոլոր պատանի շախմատիստներին ինքը օգնել է։ Տարբեր տարի եւ հիմա էլ հենց օգնում է, ինքը աշխատում է պարապելուց, ոչ թե արտասահմանցի շախմատիստների հետ պարապի, այլ առաջնահերթ փորձում է մեր երիտասարդ տաղանդավոր երեխաների հետ պարապի։ Ինքը նաև բաց է։ Ասենք գիտեք ոնց է, մենք ունենք բոլորս գիտելիքներ, պարապում ենք, ինչ-որ ինֆորմացիա ենք հավաքում ու Լևոնի լավը նա է, որ նա կիսվում է։ Օրինակ կան երկու տեսակի շախմատիստներ, որոնք այդ մտքերը պահում են իրենց մեջ եւ փորձում են չեն ուզում ուրիշների կիսվեն։ Ինքը իհարկե այդ առումով շատ բաց անձնավորություն է։ Արդյոք հայկական շախմատի առաջատարը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո ու մտադրություն ունի մշտական բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։ Արոնյանի ընկերը ոչինչ չի կարող ասել, քանի Լևոնը չի հերքել կամ չի հաստատել լուրը, բայց եւ շեշտում է, իրեն դուր չեն եկել աշխարհի կրկնակի գավաթակրի անվան շուրջ պտտվող մեկնաբանությունները։ Մի բանում վստահ է, Լևոնը նվիրված է իր երկրին ու ցանկացած որոշման դեպքում իր հեղինակությամբ շարունակելու է ծառայել հայրենիքին։ Ես իհարկե հույս ունեմ, որ դա չի լինի, բայց օրինակ եթե մենք նայում ենք այն երկրները, որոնք ուժեղ սփյուռք ունեն, ուժեղ սփյուռք ունեցող երկրներ, օրինակ նույն հրեան Իսրայելը, ինքը հիմնականում իր ուժը, իր հզոր սփյուռքն է։ Ասենք իրենք Ամերիկայի կամ տարբեր երկրներում ունեն շատ, օրինակ մենք որ ունեցել ենք Ազնավուր, ինչը Ազնավուրը եթե Հայաստանում լիներ, չեմ կատում ավելի շատ օգուտ տար մեզ, քան այսօր երբ որ մենք անդադ խոսում ենք, որ Ֆրանսիան մեր երկրին այն հարցերով աջակցում է, դա հիմնականը ես իմ մտածելով հենց Ազնավուրի դերն է խաղում։ Գրոսմայստերի մայրը խախտելով լռությունը հիշեցրել է որդու ձեռքբերումների մասին, որոնց շնորհիվ հաճախ ցավոտ հարված է հասցրել Ադրբեջանին։ Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին, փորձելով նրան ներկայացնել որպես հայրենիքն ու ընտանիքը ուրացողի։ Խնդրում եմ նկատեք, որ Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի PR-ի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի եւ պատվի համար էր։ Համաշխարհային հանրությունը այս հաղթանակներով Հայաստանն էր գնահատում, ոչ թե Ֆեդերացիայի նախագահին։ Բավական է, որ դուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք։ Սեդա Արոնովան տեղեկացրել է նաև, որ Արոնյանը լինելով Հայաստանի թիմի կապիտան ստանում է ընդամենը 200,000 դրամ։ Ընդգծել է նաև, որ Լևոնի պետությանը նվիրաբերած գումարների եւ բարեգործության մասին ոչ ոք չի խոսում։ Օրինակ է բերել, որ ոչ միայն իր անձնական միջոցներից է իր որդին օգնություն ցուցաբերում, այլև պատերազմի ընթացքում Լևոնի ազգությամբ ոչ հայ ընկերները մեծ գումարներ են փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին։ Միայն Բուլղարիայից 30,000 եվրո է փոխանցվել։ Հասմիկ Առաքելյան, Եսայի Պետրոսյան։